Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այս պահին հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է Սրբազանին, այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Մյուս հոդվածով էլ վերաբերում է հարկադրանքին, մեղադրողներն ըստ նրա չեն կարողացել ցույց տալ, թե ինչ եղանակով է այդ հարկադրումը կատարվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խոզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել։ Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։ Ըստ էության տեսակցությունները սահմանափակեց այլ անձանց հետ բացառությամբ մերձավոր ազգականի, այսինքն մոր, այլընտրանքային խափամիջոցների կիրառումը, տնային կալան, գրավ եւ այլն գտավ, որ այս պահին բավարար չէ։